Լոս Անջելեսում, ինչպես ասացի, բոլորովին այլ սկզբունքներով ենք մենք ներկայանում, որում մենք որոշեցինք ներկայացնել Գարեգին Չուքազյանի Կոմիտաս վարդապետին նվիրված աննախադեպ մուլտիմեդիա նոր տեխնոլոգիաներով պատրաստված մշակութային նախագիծը և մի քանի ֆիլմ, որ ես ցուցադրեցի, որոնց մի մասը առաջին անգամ ընդհանրապես, քանի որ հայկական հեռուստատեսությամբ իմ ֆիլմերը հայտնի պատճառներով չեն ցուցադրվում, այդպես որ մենք ունեցանք հնարավորություն և հեռուստաալիքներով ներկայացնել ֆիլմերը և 8 թե 9 հեռուստաալիքներով մենք ընդհանրապես հանդես եկանք առանց որևէ կուսակցական խտրականության, ցանկացած գերտերություն ուզում է իմանալ ճշմարտությունը։ Կարծում եմ, որ մեր այցը ամերիկացիների համար հատկապես հետաքրքիր է նրանով, որ իրենք շատ նոր բաներ լսեցին։ Իրենք մեզ խոստովանեցին, որ խիստ պակասն ունեն որակյալ երկուսության, որակյալ տեղեկատվության և վերլուծության, որովհետև այն ինչ իրենք ստանում են այստեղ տարբեր աղբյուրներից հայաստանյան, շատ հաճախ չի համապատասխանում ոչ իրականությանը, ոչ մարտահրավերների լրջությանը։ Այդպես որ երբ որ իրենց հետ խոսում ես նման մտավոր որակով և լրջությամբ, իրենք դա գնահատում են անկեղծությունը և բնականաբար շատ ավելի բաց են լինում։ Այսպես ասեմ, մենք շատ անկեղծ պատմեցինք իրենց մեր տպավորությունները հայաստանյան, իրենց գործընկերների գործունեության մասին, և կարծում եմ, որ իրենց օգտակար է լսել դա։ Այդպես որ ինչու են իրենք վերաբերում այդպես, ես կարծում եմ մենք, եթե ես չեմ սխալվում և մենք երրորդ հանրապետության վաղճանն ականատեսնենք այս ամիսներին, ապա այս տձև ու տգեղ թրթուրը երրորդ հանրապետություն կոչվող կդառնա թիթեռ միայն այն դեպքում, եթե երկու թև ունենա, և մեր ազգային թիթեռի երկրորդ թևը դա սփյուռքն է։ Մի թևով մենք երկար ու բարձր չենք թռչի բնականաբար։ Հայաստանը առանց սփյուռքի այլ երկիր է։ Այդ մասին չարժե խոսել, դա ակնհայտ է։ Մենք կորցնում ենք այն հողը, որի վրա պետք է կանգնենք, մենք կորցնում ենք այն օդը, որով շնչում ենք, մենք կորցնում ենք մշակույթը, և դա ինքնապաշտպանություն է, դա մշակութային ինքնապաշտպանություն է, դա պաշտպանություն է արվեստի և այն արժեքային համակարգի, որը մեզ համար թանկ է, որին մենք ծառայում ենք և դեռ հույս ունենք ծառայելու։ Մեզ զրկում են արվեստից ու մշակույթից, զրկում են արտահայտվելու հնարավորություններից, փակելով բոլոր հնարավորությունները արտահայտվելու, ինքնարտահայտվելու։ Եթե խնդիրը լիներ միայն անձնական, դա կարելի էր հաղթահարել արտագաղթելով, սակայն խնդիրը համակարգային է։ Ուստի մենք պայքարում ենք այդ համակարգի դեմ, որպեսզի պահպանենք այն արժեհամակարգը, որին ծառայել ենք և որին հիմա փորձում ենք պաշտպանել։ Ինչ վերաբերում է երրորդ հանրապետության վաղճանին, ինչու երրորդը, ինչու չորրորդը, բնականաբար դուք հասկանում եք, որ սա մի փոքր պայմանական անվանումներ են, շատերը օրինակ չեն ընդունում, որ մենք ընդհանրապես ունեցել ենք երկրորդ հանրապետություն, ինչի մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ 91 թվականին ստեղծված երրորդ Հայաստանի հանրապետությունը խարսխված է այնպիսի սոցիալ-տնտեսական և պետաիրավական սկզբունքների վրա, որոնք անխուսափելիորեն բերեցին առկա քաղաքական, տնտեսական, մշակութային, գաղափարախոսական, արժեքային ճգնաժամին։ Եվ այդ ճգնաժամը, եթե գումարենք նաև ցեղասպանության թվերին հասնող արտագաղթը, սպառնում է արդեն ոչ միայն սպառնում մեր պետականությանը, սպառնում է մեր ազգային կյանքին։ Պետք չէ երևի մեկնաբանել, դուք առանձին ձեր գիտեք, ինչ հարևանության մեջ ենք մենք ապրում և ինչ մարտահրավերներ են
առաջանում ամեն օր։ Այդ մարտահրավերները դիմակայելու եւ համակարգային փոփոխություններ անելու համար մենք չենք տեսնում ուրիշ ձև, բացի իշխանափոխության միջոցով հասնել համակարգային փոփոխությունների, հասնել պետաիրավական շատ խորը փոփոխությունների, սոցիալ-տնտեսական, այսինքն սեփականության հարցի լուծմանը, սոցիալական վերացմանը, այս ամենը ցավոք սրտի ներկայիս սահմանադրական, տնտեսական, կուսակցական, քաղաքական պայմաններում անել անհնար է։ Ուստի միայն իշխանափոխությունից հետո կարելի է ստեղծել այնպիսի իրավիճակ, որում կանցկացնեն ազատ, արդար ընտրություններ եւ որոնց միջոցով մենք հույս ունենք փոխել երկրի պետաիրավական, տնտեսական, գաղափարական ընթացքը։ Դա մենք անվանում ենք 4-րդ հանրապետություն։